Այսքան ժամանակ ֆալստարտ տրվեց ընտրարշավին եւ այսքան ժամանակ մենք անդադ ստիպված ենք եղել խոսել։ Ես կարծում եմ նաեւ հանրությունը բավականին հոգնել է այդ խոսող գլուխների պատմությունից, բայց դա մի կողմ։ Մենք խոսում էինք շատ երկար նաեւ հիբրիդային սպառնալիքներից, հիբրիդային հարձակումներից, իսկ հիմա արդեն ընտրությունների շուրջ 1 ամիս առաջ մենք դե ֆակտո հիբրիդային պատերազմի մեջ ենք։ Այլևս անթակույց են Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պետության դեմ արվող քայլերը։ Արդյոք ժամանակը չի, որ Հայաստանի Հանրապետությունը ոչ թե փորձի պաշտպանվել, պարզապես պաշտպանվել, հերքել, մերժել այդ բոլոր ստերը, չաթբոտերի, մատրյոշկաների, Վագների խմբի, եսի ինչի պատմությունը շատ երկար է, եթե փորձեմ եսի մի հիբրիդային պատերազմի գործիքների մեջ մտնել, երևի մի 2 ժամ պետք է միայն ձեզ հարց տամ։ Բայց արդյոք ժամանակը չի, որ մենք ոչ թե պաշտպանվենք, այլ մենք դաշտը լցնենք այն ինֆորմացիայով, ճիշտ ինֆորմացիայով, փակենք այդ հիբրիդային պատերազմի սողանցքները, որովհետև ոնց ուզում եք վերցրեք, հիբրիդային պատերազմի գլխավոր նպատակը առաջինը հայերին վախեցնելն է, պարզապես վախեցնելը, պետությունում անկայունություն ստեղծելը եւ ժողովրդավարական ընտրությունների միջոցով պետական հեղաշրջում անելը։ Այսինքն միանգամից հասնել այն նպատակին, որին թե 2020-ից առաջ էին ուզում հասնել, թե 2020-ով եւ թե հատկապես 2020-ից հետո սկսված այդ տարբեր տարատեսակ վերկացլաուներով, դիմադրության շարժումներով, եկեղեցիներ գրավելով նաեւ եւ վերջապես արդեն միլիարդատեր ուղարկելով։ Այս ամեն ինչի արդյունքում ընտրողը հասկանում է, որ ընտրատեղամաս գնալով ունի ընտրություն։ Դու կամ ընտրում ես քո ինքնիշխանությունը, կամ քո պետության ինքնուրույն գոյությունը, զարգացումը, անվտանգությունը, կամ գնում ես ու պետությունդ հանձնում ես պարզապես, պատանդ ես տալիս հայտնի ուժերին, որոնց թեթև ձեռքով քո պետությունը անverջ շագրենի կաշվի պես կրճատվել է, վերջերս էլ Արցախը կորցրինք ու եկանք հասանք այս փոքրիկ, սիրելի, տաք, հարազատ, չգիտեմ էլ ինչ բնորոշում կարելի է տալ հատվածին, որը կորցնելու իրավունք որևէ մեկը չունի։